Սոսի հեռուստատեսության եթերում լուրեր լրատվականն է, բարև ձեզ։ Կապանում սկսվել են հնամաշ ջրատար խողովակաշարերի փոխարինման աշխատանքները։ Նպատակն է կարգավորել քաղաքի ջրամատակարարումը։ Աշխատանքների ավարտից հետո ծայրամասային թաղամասերը ևս կունենան շուրջօրյա ջրամատակարարում։ Արդեն 10 օր է, ինչ Կապանի Բաղաբերդ թաղամասի երկայնքով ձգվող ճանապարհահատվածը վերածվել է շինհրապարակի։ Աշխատանքները կատարվում են Հայջերմուղ-Կոյուղի Փակbaşնետիրական ընկերության պատվերով Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ։ Նախատեսվում է մոտ 22 կիլոմետր երկարությամբ ջրատար խողովակաշարը փոխարինել նորով։ Տեղադրվում են մետաղական և պոլիէթիլենային խողովակներ։ Աշխատանքներն իրականացնում է Ford Directions սահմանափակ պատասխանատվության ընկերությունը, Աշոտսկ սահմանափակ պատասխանատվության ընկերության հետ համատեղ։ Նախատեսվում է աշխատանքներն ավարտել 18 ամսում։ Նախկին խողովակաշարերը գտնվում են անմխիթար վիճակում։ Դա փաստեղել է Կապան քաղաքում դեպքեր խողովակաշարերի ջրի արտահոսքի դեպքում ինչպիսի վնասներ է պատճառվել։ Առաջի պատճառներից մեկը խողովակաշարերի թարմացումն է, երկրորդը ջրի քանակը ավելանալու է միանշանակ, որ բնակչությունը ստանալու է ավելի շատ ջուր ու ավելի որակին ջուր։ Շինարարության ղեկավարի խոսքով ընկերությունը ունի համապատասխան տեխնիկա, իսկ խողովակաշարերը և մնացած անհրաժեշտ նյութերը, որոնք օգտագործվում են շինհրապարակում, ամբողջությամբ համապատասխանում են հայաստանյան չափանիշներին։ Նախկին մեկ խողովակաշարի փոխարեն այժմ կանցկացվի երկուսը, որը առավել արդյունավետ է, կփոխվեն ինչպես հիմնական, այնպես էլ բաշխիչ կայանների խողովակները։ Հիմնական խողովակաշարը մագիստրալը անց է կացում M2 մայրուղով, Հալիձոր իմոստից մտնելու է Աջ ու Արզումանյան փողոցով դեպի Դավիթբեկի կամուրջ։ Ինչ որ մի հատված նորից կիլոմետր 150 մետր M2 հատվածում բաշխիչ ցանցերը իրականացվում են շինարարների թաղամասում, Մելիք Ստեփանյան թաղամասում, բացի դա կառուցում է առանձին պոմպակայան, Բարաբաթում Կավարդ և Բեխ համայնքներին շուրջօրյա ջուր հասցնելու համար։ Կատարվել են նաև Գեղի մաքրման կայանի վերակառուցման աշխատանքներ, տանիքի հիմնանորոգում, փականային հանգույցների փոխարինում։ Նախատեսվել է իրականացնել նաև Բաղաբերդ 1-2 շինարարների թաղամասերի ջրավազանների օրվա կարգավորման ջրամբարների հիմնովին նորոգում, հիմնական խողովակների կառավարման հանգույցների և ջրամբարների վերակառուցում։ Աշխատանքները կատարվում են համայնքի ղեկավարի, տրանսպորտի և կապի նախարարության, ճանապարհային ոստիկանության հետ փոխհամաձայնեցված։ Համայնքների ղեկավարները հաճախ տեղյակ չլինելով օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին առաջնորդվում են ուժը կորցրած օրենքներով։ Մարզպետարանի իրավաբանության բաժնի պետ Կարլեն Կոզմանովը այսօր պարզաբանեց օրենսդրական վերջին փոփոխությունները։ Փետրվարի 13-ին կայացած մարզխորհրդի նիստի օրակարգի հարցերից էին Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրամական պահանջների վերաբերյալ կայացված որոշումները։ Մարզպետարանի աշխատակազմի իրավաբանության բաժնի պետ Կարլեն Կոզմանովի ելույթը, սակայն, համայնքների ղեկավարներից ոմանց չբավարարեց։ Օրենսդրական փոփոխությունները բազմաթիվ են, իսկ նիստում հատկացված ժամանակը կարճ։ Առաջարկվեց Սոսի հեռուստատեսության եթերով, որը հեռարձակվում է մարզի տարածքում, իրավաբանական խորհրդատվության տեսքով պարզաբանել կատարված փոփոխությունները։ Մարզխորհրդի գրեթե բոլոր նիստերի ժամանակ, տարեսկզբին, տարեվերջին խոսվում է հարկերի ու տուրքերի հավաքման մասին։ Եվ այդպիսի տարի չի եղել, որ համայնքը առանց պարտքերի փակի։ Իրավաբանության բաժնի պետը հստակեցնում է. Մեր համայնքներում այսօր խնդիրներ են առաջանում, որ համայնքի բնակիչների կողմից պետության հիմնական օրենքով սահմանված այդ նորմերը չեն իրականացվում։ Եվ ցանկացած չիրականացվող գործողություններ տվյալ պատասխանատու անձիկ եւ պաշտոնատար անձիկ բարձ ասած պետք է դիմեն, այսպես ասած, վարչարարության գործառույթներին։ Դա հարկադիր գործառույթ է։ Այսինքն, եթե բնակիչը չի կատարել օրենքի պահանջը ու հարկը ժամանակին չի վճարել, որից էլ պարտքեր են կուտակվել, հարկային մարմինը կամ համայնքի ղեկավարը իրավունք ունի դիմելու, որ հարկադրանքի ճանապարհով այն բռնագանձվի։ Եթե ի վերջո կողմերի միջև խնդիրը խաղաղ ճանապարհով չի լուծվում, պարտատուի գույքի վրա արգելանք է դրվում։ Կարլեն Կոզմանովը քայլ առ քայլու օրինակով պարզաբանում է, թե ինչպես է դա կատարվում։ Համայնքում Պողոս Պողոսյանը ունի հողի հարկի, գույքահարկի եւ այլ վճարների գծով պարտքեր, որը չի ցանկանում կամավոր այդ վճարումները կատարել համայնքին եւ համայնքը իր բյուջեի կատարման, այսպես ասած, հողի հարկի կատարման, բյուջեի կատարման, գույքահարկի կատարման բյուջեով ասենք թերացումներ է ցույց տալիս։
Մինչ այ օրենքի ուժի մեջ մտնելը համայնքը դատական հայց էր ներկայացնում համապատասխան Ատյանի դատարանին ու բռնականացման պահանջ էր դնում, ընդ որում գումարի չափը եւ հիմնավորումները։ Քաղաքացուն հրավիրվի, ասենք տվյալ գյուղապետարան կամ քաղաքապետարան, նրան բացատրվի առաջացած պարտքի հիմնավորումները ու արձանագրություն կազմի, որ իրոք տեսեք այս պարտքերը առաջացել են, ասենք ձեր կողմից պարտավորությունների չկատարման հետևանքը։ Եվ այդ հետևանքը ի՞նչն է առաջացնում։ Եթե քաղաքացին ինքը ընկալում է այդ խնդիրները եւ իր պարտքի հասկացությունը, գոյացությունը հասկանում է, ընդունում է, նա արձանագրություն է կազմում, փոխադարձ ակտ են կազմում, ստորագրում է, վերջապես այդ խնդիրի մեջ տեղավորելու ինքը հնարավորություն ունենալու ցանկություն է ունենում, կամ տեղավորել, կամ չէ, կամ կատեգորիկ, եթե հրաժարվում է տվյալ դեպքում վարչական մարմինը, ասենք համայնքի ղեկավարը պետք է վարչական վարույթ ընդունելու որոշումից հետո 10 օրից հետո էլ որոշում կայացնի այդ պարտապանի, այսպես ասած, գույքի վրա արգելանք դնելու համար։ Այս դեպքում համայնքի ղեկավարի գործն է դժվարանում, քանի որ գործընթացը ճիշտ կազմակերպելու համար համապատասխան իրավաբանական գիտելիքներ են պետք։ Կարլեն Կոզմանովը ընդգծում է վարչաիրավական գործառույթները, օրենքները բավականին բարդ են, պետք է տեղեկացված լինել, այլապես վարչական ակտը կբողոքարկվի ու պարտատուն հնարավոր է շահի գործընթացը։ Եվ շատ ժամանակ մարդիկ իրենց պարզ ասած անկեղծությամբ շատ ժամանակ հիմնավորում են, որ իրանք վճարումներ կատարել են, ուղղակի կարող է համայնքում ունեցած ֆինանսական բաժնում կամ որևէ մեկում այդ գումարների մուտքը չապահովված լինեն կամ գրանցում արած չլինեն ու մարդ մոռացության խնդիր է լինում։ Իսկ եթե համայնքի ղեկավարի ու պարտապանի միջև վեճեր են առաջանում, ապա խնդիրը լուծվում է դատական ճանապարհով, ինչից ի սկզբանե հնարավոր էր խուսափել։ Օրենքում կատարված հաջորդ փոփոխությունը, որի մասին խոսեց իրավաբանության բաժնի պետը, կառավարության N318 որոշումն էր։ Կառավարության 2004 թվականի 318 որոշմամբ պետության երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին որոշման մեջ փոփոխություն է կատարել։ Ուղղակի այնտեղ փոփոխության հիմնական խնդիրը եղել է, որ բժշկական օգնության և սպասարկում կարող են ստանալ ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված, ասենք բալային միավոր 30 էր, 30 միավորից եւ ավելի բարձր։ Նախկինում 36 էր գրված, այս թիվը փոխվել է ուղղակի, այսօր դա հիմնականում կապված է մեր սոցիալական ծառայություններում հաշվառված անձանց բժշկական օգնության որպես սոցիալապես անապահով մարդիկ դրանց հետ։ Անելիքներ կան նաև արտաքին գովազդների տեղադրման թույլտվության տրամադրման հարցում։ Այս առումով խախտումները բազմաթիվ են։ Մարդիկ գովազդը փակցնում են, հետո մտածում հետևանքների ու տուժի մասին։ Մինչդեռ օրենքում հստակ է ասված, արտաքինից փոքր թվացող հարցերը հանգում են մեծ խախտումների։ Խոսքը վերաբերում է անհատներին, ովքեր աշխատանքի վայրում լինի կոշիկի նորոգման կետ կամ վարսավիրանոց ապակու ներսից գովազդային ցուցանակ են փակցնում։ Խոսքը այլ գովազդի համար, ոչ թե մեծ գովազդների համար, որոնք թույլատրելի տեսնում եք հեռուստատեսությամբ տալիս են ամեն օր, այլ գովազդի համար համայնքի ավականին կարող է տուրք սահմանել 500-ից մինչև 1200 դրամ։ Համայնքում սահմանվում են պարտադիր այդ նորմերը։ Ու պետության կողմից էլ այդ հսկողությունը վերապահված է, ասենք 2001 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության 197 որոշմամբ տրված է մարզպետներին։ Այսինքն այլ գովազդ կոչվածի համար, եթե մարդը նախապես չի տեղեկացել, որ տարեկան 500-ից 1000 դրամ պետք է վճարի, ապա օրենքով նախատեսված կարգով 100.000 դրամի տուգանք պետք է վճարի։ Խոստովանենք, որ զգուշությունը առավել նախընտրելի է։ Պետք է ցանկացած համայնքում մարդկանց տեղեկացնել ու զգուշացնել, ասում է Կարլեն Կոզմանովը։ Իսկ առհասարակագրագիտության ու տեղեկացվածության տեսանկյունից մարզի համայնքները լավ վիճակում են գտնվում։ Շարժը տարեստարի նկատվում է, եզրափակեց իրավաբանության բաժնի պետը։ Փետրվարի 19-ին ժամը 14:12-ին ահազանգ է ստացվել, որ Սյունի գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այգում այրվում է մոտ 800 քառակուսի մետր խոտածածկ տարածք և խորդանոցի տանիք։ Հրդեհը մարվել է 14:51-ին։ Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարության կայքից։ Փետրվարի 19-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղում ուսանողների հետ հանդիպեցին Instigate ուսումնական կենտրոնի հիմնադիրներն ու ինժեներները։
Այցելության նպատակն է Կապանի երիտասարդների մեջ ևս հետաքրքրություն առաջացնել տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ։ Այսօր ավագ դպրոցների շրջանավարտները մասնագիտացված կրթություն ցավոք չեն ստանում։ Այդ տարիքի աշակերտները հիմնականում կենտրոնացած են համալսարան ընդունվելու վրա։ Ընդունվելուց հետո 3-4 կուրսերում էլ սկսվում է աշխատելու գործընթացն ու այսպես ամեն ինչ իրար է խառնվում։ Ինստիգեյտ ուսումնական կենտրոնի հիմնադիր եւ գլխավոր ինժեներ Վահագն Պողոսյանը կարծում է, որ շուտով գալու է այդ համակարգի փոփոխման ժամանակը, իսկ դրան նպաստելու ձևերից մեկն էլ հենց իրենց նախաձեռնած NAIRI լաբորատորիա կոչվող ծրագիրն է։ Այդ դեպքում հնարավոր կլինի պատրաստել բարձրակարգ գիտաշխատողներ, ովքեր պատրաստ կլինեն եւ սովորել եւ աշխատել պատանի հասակում։ Իրենց հետ կապանցի ուսանողների դատի ներկայացնելու են բերել ավագ դպրոցների շրջանավարտների պատրաստած մայրական պլատաները։ Մեծագույն խնդիրներից մեկը ուժեղ երեխաներին այս մասնագիտություն բերելն է։ Ենթադրենք ավագ դպրոցը ստեղծեցինք, ենթադրենք կա այս մասնագիտությամբ ավագ դպրոցներ, որը ավարտելով մարդիկ կարող են գալ մեր ընկերություններ աշխատել, հա։ Միևնույնն է, խնդիր ունենք, ուժեղ երեխաներին պետք է ցույց տալ, որ այսպիսի կարիերա կա։ Հայաստանում կարելի է նման սարքեր արտադրել, նման գործարաններում կամ ընկերություններում արտադրել, որտեղ սա նախագծվում է, կարելի է նման աշխատանքներ կատարել։ Վերջերս հայտնի դարձած հայկական Սերոփ ռոբոտը նույնպես աշակերտների ձեռքի աշխատանքն է։ Այս մասնագիտության համար բացարձակապես պարտադիր չէ բակալավրի կամ մագիստրոսի կրթություն ունենալ։ Այն աշակերտները, ովքեր հակում ունեն դեպի բարձր տեխնոլոգիաները, կարող են իրենց հետաքրքրությունները համադրել եւ կենտրոնում սովորելուց հետո աշխատել նույն տեղում։ Ըստ հիմնադիրների բոլոր պայմանները ստեղծել են, աշխատավարձն էլ բավականաչափ տարբերվում է մյուս մասնագիտությունների բերած եկամուտներից։ Խոսվեց նաեւ ArmTab հայկական պլանշետի մասին։ Այն հիմնականում կրթական ուղղվածություն ունի։ Մասնագետները պլանշետի համար հետաքրքիր ծրագրեր են մշակում հայկական պարերի կաքավագրի, բարբառների եւ ազգապահպանման թեմաներով։ Ինստիգեյտը այդ մոտեցումը մշակում է արդեն 2.5 տարի է եւ տեխնոլոգիա կա, Ոստան է կոչվում, որը շատ հարմարեցված է այդ տիպի հաղորդակցության համար։ Եվ մենք առաջարկեցինք այդ տեխնոլոգիայի հիման վրա, որը Ոստան է կոչվում, ArmTab-ի համար սարքենք աշխատանքային միջավայր, որ Android-ի սովորական տարբերակից ուրիշ լինի։ Ինստիգեյտ ուսումնական կենտրոնի հետ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղը արդեն մի քանի ամիս է ինչ համագործակցում է։ Այստեղ կենտրոնը դասընթաց է անցկացնում ծրագրային ապահովման մշակմամբ ինժեներային լուծումներով էլեկտրոնային սարքերի վեբ համակարգերի նախագծման շուրջ։ Փետրվարի 19-ը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատությունում կազմակերպվել էր միջոցառում նվիրված մեծն բանաստեղծի 145-ամյակին։ Նշվեց նաև, որ փետրվարի 19-ը գիրք նվիրելու օր է։ Ինչպես պոեզիայի մեծ վարպետ Տերյանն է ասել, Թումանյանի սեղանին ով որ քեֆի չի նստել, նա չի տեսել դեռ խնդուն, աշխարհ չի տեսել։ Թումանյանի սեղանին կգտնես ով մարդ, անուշ, արփի, արփեցուն, եւ բարդ, եւ նվարդ։ Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության սաները մարմնավորել էին Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հերոսներին։ Նրանց կատարմամբ հնչեցին բանաստեղծի քառյակներից, նրա խոսքերով երգեր, փոքրիկները հանդես եկան նաև բեմականացումներով։ Թումանյանը բազմաժանր հեղինակ էր, բանաստեղծություններ, պոեմներ, բալլադներ, հրապարակախոսական, քննադատական հոդվածներ, սակայն հենց միայն իր հեքիաթներով նա ունայուն տեղ ունի հայ գրականության մեջ։ Թերևս այս է պատճառը, որ դեռ դպրոց չհաճախող երեխաները արդեն իսկ ճանաչում եւ սիրում են մեծն Թումանյանին։ Սիրել է հեքիաթների կախարդիչ աշխարհ, ժողովրդական երգ ու երաժշտություն։ Նա իր հոգու ողջ լույսն ու կրակը տվել է մարդկանց ու աշխարհի, տառապանքից ծնված նոր երգերով լուսավորել ժողովրդի ճանապարհը։ Ծնողները նույնպես հանդես եկան քառյակներով։ Փետրվարի 19-ը համարվում է նաև գիրք նվիրելու օր։ Ծնողները մանկապարտեզին նվիրեցին հեքիաթների ժողովածու։ Տնօրենի խոսքերով հենց այս տարիքում է պետք երեխաների մեջ սեր արթնացնել դեպի գրականությունը։ Միջոցառման նպատակն էր նորից վերհանել այն ստեղծագործությունները, այն հեքիաթները, ինչ որ երեխաները անցել են այսքան տարիների ընթացքում հենց նախակրթարանում,
Ինչպես տեսակ, մենք չկոնկրետացանք որևէ հեքիաթի վրա կամ որևէ բանաստեղծության վրա։ Սա մի շարք ստեղծագործությունների ընտրանի էր, մի շարք հեքիաթների ընտրանի էր, որտեղ տրվեց ընդհանուր գաղափարները եւ այո, երեխաները կարողացան յուրաքանչյուր հեքիաթի գաղափարը վերհանել։ Քրիստինե Սողոմոնյանը նշեց նաև, որ այս տարիքում պետք է մանուկները պատկերացում կազմեն լավի եւ վատի, չարի եւ բարու մասին, ինչը Թումանյանը կարողացել է իր հեքիաթներում լավագույնս դրսևորել։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, մինչ նոր հանդիպում։